Քրիստոս հարյավի մերելոց Քրիստոս հարյավի մերելոց Քրիստոս հարյավի մերելոց Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն 351 թվականի մայիսի 7-ն էր սիրելիներ երբ ցերեկը ժամը 12-ին հանկարծ Երուսաղեմի մեջ մի մեծ հրաշք կատարվեց Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը Տիրոջ խաչի նշանը երևաց այնքան լուսավոր, այնքան գեղեցիկ, որ անգամ արևի լույսը խավարեց Շատ մարդիկ, որ դեռ այդ ժամանակ քաղաքում ապրում էին հեթանոսներ, հրեաներ, քրիստոնյաներ, տեսան ու զարմացան, փառավորեցին Աստծուն եւ շատ-շատերը դարձի գալով, հավատալով Քրիստոսի Աստված լինելուն, մկրտվեցին օրվա պատրիարքոր Գյուրեղ Երուսաղեմեցի հայրապետի ձեռքով։ Դա մի ակնթարթ չէր, մեկ վայրկյան չէր, որ մարդկանց աչքին խապկանք։ Մի քանի ժամ այդ լույս այդպես մնաց երկնակամարում եւ շատ-շատերը տեսան, ինչի մասին նաեւ պատրիարքը նամակ գրեց Կոստանդիանոս կայսերը ռոմեական կայսրության, որ այսօր այսպիսի մեծ հրաշք է եղել, ինչպես քո հայրը մեծ Կոստանդիանոսը հավատաց Քրիստոսին, դու էլ այսօր հավատա, որ Քրիստոս Աստված է եւ նա երկնքից իր ճշմարտությունն է հայտնում։ Եվ այսօր այս տոնը կոչվում է Սուրբ Խաչի երևման տոն։ Եվ Սուրբ Խաչը երևաց երկնքում, ինչպես որ Հիսուս խոստացել էր Մատթեոս Ավետարանի մեջ, որ կտեսնեք մարդու որդու նշանը երկնքում եւ կհավատաք։ Եվ շատ-շատերը հավատացին։ Ինչ է խաչը մեզ համար, սիրելիներ։ Այսօրվա պատգամի մեջ Հովհաննես Առաքյալն իր ընթանական առաջին նամակի մեջ երկու կարևոր պատգամ կոչ ուղարկեց յուրաքանչյուր քրիստոնյայի։ Առաջինն ասում է, եթե ասենք մենք մեղք չենք գործել, մեր մեջ ճշմարտություն չկա, սուտ ենք խոսում։ Եվ երկրորդ ասում է, եթե ասենք չենք մեղանչել, նրան ենք սուտանում եւ նրա խոսքը մեր մեջ չէ։ Մենք քրիստոնյաներս շատ ենք սիրում խաչի նշանը, խաչը։ Ամենտեղ խաչեր ենք քանդակում, խաչեր ենք պատկերում, մենք սիրում ենք գեղեցիկ խաչեր մեր պարոնոցից կապել, բայց նախ եւ առաջ պիտի հասկանաս ինչ է այդ խաչը։ Երբ Հիսուսին տարան խաչելու, շատ-շատերն ուրախացան, չէ՞։ Նախ փարիսեցիներ ուրախացան, որ վերջապես ազատվեցին Հիսուսից։ Նրանք, ովքեր որ չէին սիրում Հիսուսին, բայց ավելի շատ ուրախացավ մեկ հոգի, ում անունը Բարաբա էր, որովհետև նա սպանության համար դատապարտված էր, մահվան պիտի դատապարտվեր, հանկարծ իր փոխարեն խաչվում է Հիսուս եւ իրեն ազատ են արձակում։ Հիմա դուք այս մարդու փոխարեն պատկերացրեք ինքներդ ձեզ, ինձանից սկսած, ես ինքս ինձ։ Եվ ամեն անգամ, երբ որ մենք նայում ենք խաչին, մեր խաչերը դատարկ են, վրան Հիսուս չկա պատկերված։ Մենք մեզ պատկերացնենք այդ խաչի վրա, որ մեր փոխարեն Հիսուս ինքն է խաչվել, որովհետև Սուրբ Գիրքն ասում է, մեղքի վարձը մահն է։ Հրեաները, որ մեղք էին գործում եւ պետք է մահանային մեղքի պատճառով, տանում են մի ոչխար կամ գառնուկ զոհ էին մատուցում, ասում են, ահա իմ փոխարեն սա զոհվի, սրարյունը քսեք մեր վրա, մենք մեղքերից մաքրված կլինենք։ Բայց այս ամենը մարդուն չէր ազատում մեղքի պատասխանատվությունից եւ մեր կատել ազատության համար Հիսուս Աստված մարդը մեզ համար խաչվեց մեզ փրկելու համար։ Ինքը վճարեց մեր գինը։ Մենք, երբ որ խաչը կախում ենք մեր պարանոցին, մենք միշտ նայում ենք ինչքան գեղեցիկ է, ինչ մետաղից է, ինչ թանկարժեք քարվրեն կա, բայց մենք չենք անդրադառնում, թե ինչ գին է վճարված այդ խաչով։ Մահվան գործիքը, պատժի դատապարտության գործիքը հանկարծ միջոց է դառնում մարդկանց փրկության համար։ Աստված է երևում այդ խաչի վրա։ Աստված մեռնում է այդ խաչի վրա մարդուն փրկելու համար։ Այսօր մենք ավելի շատ մերցնում ենք, սպանում ենք, ուրիշներին ասելով, որ արժանի էր, դրա համար արեցինք, բայց Հիսուս չի ասում, որ մենք արժանի ենք, այլ իրեն զոհաբերում է մեր փրկության համար։ Ինչ հիշեցնելու, որ հույսը պիտի հաղթի հուսահատությանը, որ սերը պիտի հաղթի ատելությանը, որ Աստված պիտի հաղթի մարդուն մեղքի մեջ եւ մարդը պիտի նորից վերադառնա Աստծո մոտ։
Եվ այսօրվա այդ պատգամի մեջ Հովհաննես Առաքյալն ասում է, եթե հանկարծ մեկ ասի, որ մեղք չեմ գործել, նրա մեջ ճշմարտություն չկա, ինքը սուտ է խոսում։ Մենք բոլոր մարդիկս, Ադամից սկսած մեր նախահորից, մեղք գործում ենք, սիրելիներ, մեծ կամ փոքր, գիտակցաբար կամ չգիտակցված, կամա թե ակամա, մենք գործում ենք մեղքեր, անգամ մարդը քնած ժամանակ մեղքեր է գործում։ Բայց մենք մի սովորենք մեր մեղքերը արդարացնել, վախենալով պատասխանատվությունից եւ խուսափելով կրել պատասխանատվությունը, միշտ գտնում ենք մեկին մեղադրելու։ Ցանկացած մեկին, ում ասում ես, որ դու սխալ ես, ինքը ասում է դու էլ այս բանը այսպես արեցիր։ Ուզում եմ ասել, որ դու էլ ես մեղավոր, իմ մեղքը այդքան շատ չէ, կարծելով թե եթե ինքը մեկ ուրիշին մեղադրի, իր մեղքերը պիտի իրեն ներված լինեն։ Եթե մենք չենք խոստանում, որ մենք մեղավոր ենք, որ մի քիչ ավել խոսեցինք, մեր չափն անցանք, սխալ գործեցինք, չպիտի այս արարքը անեինք, հասկանանք, որ սա մեղք է ոչ թե մարդու հանդեպ, այլ Աստծո սրբության հանդեպ։ Մենք մեղավոր ենք Աստծո հանդեպ, սիրելիներ։ Մեր մեղավորությունը Աստծո սրբության հանդեպ է, որ մենք Աստծո տված սրբությունը, նմանությունը, որ ունենք, կրում ենք մեր մեջ իր պատկերն ու նմանությունը, մենք աղտոտել ենք։ Մենք պղծել ենք այս ամենը եւ անդադար մեղք գործելով մենք հեռանում ենք ճշմարտությունից։ Եվ երբ որ մենք ամեն անգամ փորձում ենք ասել, որ ես մեղավոր չեմ, նա ասաց, ինքը պատճառ եղավ, ես չէի ուզում, պատահաբար եղավ, մենք հեռանում ենք ճշմարտությունից։ Երբ որ դու հեռանում ես ճշմարտությունից, այլևս չի կարող Աստված քո մեջ բնակվել։ Ուրեմն դու նորից ես Քրիստոսին խաչը հանում, ուզենալով որ Քրիստոս նորից քեզ համար փոխհատուցի, ինքը նորից քեզ համար չարչարվի, բայց դու այդպես էլ չհասկանաս այդ խաչի խորհուրդը, թե այդ խաչը, որ քո պարանոցին կրում ես, ինչ գին է վճարված եւ ինչ է դրա պատմությունը։ Եթե մենք հասկանանք այդ խաչի պատմությունը, թե ինչու համար Աստված հանձն առավ, հավիտենական Աստված երկնքից իջավ, մարդացավ, մեր փոխարեն խաչվեց, մենք նաև այդ խաչի միջոցով կհասկանանք, թե ինչ ասել է, սերը պիտի հաղթի ատելությունն ու թշնամությունը մեր մեջ։ Երկրորդ ասում է, եթե ասենք չենք մեղանչել, մենք նրան ենք սուտ հանում եւ նրա խոսքը մեր մեջ չէ։ Մենք մեղաչում ենք, ուրեմն մեղ գործելը մեկ բան է, մեղանչելը մեկ բան է։ Մեղանչել արդեն մենք մարդկանց հանդեպ ենք մեղանչում, սիրելիներ, որ խախտում ենք աստվածային պատվիրանը, սերը։ Եվ այդ սերը մենք օգտագործում ենք մեր նեղ անձնական նպատակների համար։ Շատ դժվար է հասկանալ սիրո մեծությունը, խորությունը, լայնությունը, ինքը անչափելի է։ Դու չես կարող չափել այդ սերը, թե ինչքան մեծ է, որ մարդ ինչքան ատում է, ինչքան մեղք է գործում, Աստված այնքան շատ սիրում է այդ մեղավոր մարդուն եւ պատրաստ է զոհաբերվել այդ մարդուն փրկելու համար։ Բայց մենք այդ սերը մասնավորեցրել ենք, անձնական ենք դարձել, բայց սերը անանձնական է, մեր անձերից դուրս է։ Մենք բերել մցրել ենք մեր անձերի մեջ, իրեն սահմանափակել, մեր ուզածի պես օգտագործում ենք եւ անունը դնում ենք սեր։ Երբեմն սիրելով ծեծում ենք, սիրելով սպանում ենք, սիրելով պատժում ենք, սիրելով ամեն մեղ գործում ենք եւ ասում ենք սիրուց դրթված այդպես արեցինք։ Ինչպես կարող է սիրուց դրթված մեկը մյուսին սպանել, չէ՞։ Օրինակ տղամարդը կնոջը խանդի համար ծեծել, ասի որ սիրում եմ, դրա համար ծեծում եմ, խանդում եմ։ Սա ամենամեծ կեղծիքն է։ Եթե սիրեիր, ուրեմն կվստահեիր։ Եթե սիրեիր, հոգ կտանեիր եւ ոչ թե սիրելով կմերցնեիր մարդու մեջ այդ ամենը։ Ուրեմն այս սերը, որ այդքան խորն է, մեծն է, եթե ասենք չենք մեղանչել, ասում է մենք նրան ենք սուտ հանում։ Այսինքն Քրիստոսի բերած զոհաբերությունն ենք մերժում եւ Քրիստոսի բերած սերն ենք արհամարում։ Ինչպես սկսեց Հովհաննես Առաքյալը իր խոսքը, ասում է, ինչ որ տեսանք, լսեցինք, շոշափեցինք, մենք դա ենք պատմում ձեզ։ Նա է կյանքը, նա է լույսը մարդկանց մեջ, եւ եթե մենք այդ լույսի մեջ չենք, ուրեմն մենք խավարի մեջ ենք։ Ուրեմն երբ որ մեկը հավատում է, մեկ ասում է ես Քրիստոսին հավատում եմ, բայց այդ լույսից ինքը լուսավորված չէ, այդ լույսի մեջ ինքը ճշմարտապես չի ապրում, ինքը խավարի մեջ քայլում է եւ իր սերն էլ վնասակար է դառնում, սպանող ու մերցնող է դարձնում։ Բայց տեսեք Քրիստոսի սերը մերցնող չէր, այլ ապրեսնող էր, սիրելիներ։ Անկամ խաչի վրա ասաց հայր ներիր, որովհետեւ չգիտեն ինչ են անում։ Տերը գիտի, որ մենք մեր մարդկային տկարության մեջ ենք մեղքեր գործում ու մեղանչում։ Երբ որ իրականում Քրիստոսի սերը, իրական խոսքը հաստատվի մեր մեջ, մենք ամեն վայրկյանը կփորձենք ձգտել, մաքրագործվել, սրբագործվել եւ արդարությամբ ներկայանալ Տիրոջը։
Խաչի խորհուրդը սրա համար էր, որ Տերը երկնքում երևաց, լույսը տարածվեց ցույց տալու համար, որ մինչև դու այս խորհուրդը չհասկանաս, իբրև Աստված ինձ քո կյանքի մեջ չընդունես, ինձ քո հույսը, վստահությունը, ապավենը, սերը չդարձնես, դու չես կարող ազատագրվել։ Խաչը գինն էր մեր փրկության սիրելիներ։ Այդ գնով Հիսուս գնել է մեզ մեղքի ծառայությունից։ Հիմա մենք սիրում ենք ամենտեղ խաչեր դնել, խաչեր նկարել, պատկերներ, խաչքարեր կանգնեցնել, բայց ամեն անգամ այդպես էլ տեսնում ենք ու անտարբեր անցնում ենք։ Ինչու՞։ Որովհետև մենք նորից չենք հասկացել այդ զոհաբերության խորհուրդը։ Ցանկացած մեկը, ով իր պարոնոցին խաչ է կրում, եթե մի փոքրիկ մտածի դրա պատմության մասին, թե Աստծո որդին ինչու է ինձ համար խաչվել։ Ես պետք է այդ խաչի վրա լինել, թե տեսեք, մեղքի պատճառով մենք պիտի խաչվենք։ Բարաբան ուրախացավ մի պահ։ Ինքը հասկացավ, որ ինքը ազատագրված է, հույս չուներ։ Մեղավոր մեկը, որ սպասում էր բանտում իր մահվանը, որ գան իրեն տանեն խաչելու, որպես ավազակ, պիտի խաչի վրա տանջվելով սպանվեր, հանկարծ դուռը բացվում է, ասում են դուրս արի, գնա, դու ներված ես, ազատված ես։ Պատկերացնեք մարդու ներաշխարհը, ցանկացած մեկից, որ մի պահ մենք հույսներս կտրված, անհուսության մեջ, հիմա պիտի մեկին կորցնենք կամ վտանգի մեջ ենք, ու հանկարծ խաղաղություն այսպես իջնում է քո վրա, ասում են դու ներված ես, ազատ ես, գնա։ Ինչ ապրումներ կունենանք։ Դուրս կգանք գոռալով, ում տեսնենք կգրկենք, կհամբուրենք, կուրախանանք, ասենք հաղորդակից եղիր իմ ուրախությանը։ Հետո Բարաբան իր ամբողջ կյանքը փնտրեց հասկանալու, գտավ Քրիստոսին եւ հավատաց Քրիստոսին։ Հիմա նույնը մեզ համար է արել, սիրելիներ։ Ամեն մեկս մեր մեղքի պատճառով պիտի խաչվենք։ Այդպես է Աստծո հրահանգը։ Մեղքի վարձը մահն է, որը մարդը պիտի մեղքի պատճառով մահանա։ Բայց մենք շարունակում ենք ապրել։ Ամեն օր մենք գիտենք ինչքան մեղքեր են գործում։ Եթե ամեն երեկո մենք նստենք ու հաշվենք, թե մեր արթնացած րոպեից մինչև մեր քնելու պահը ինչքան մեղքեր են գործել, մենք մեզանից կսարսափենք։ Ես մի օր իմ ընկերներին առաջարկեցի, որ 1 լիտրանոց բանկա վերցրեք եւ ինչքան որ կհայոյեք 100 դրամանոցը գցեք մեջը։ Երեկոյան այդ ամանը լիքներ։ Ու իրենք իրենցից սարսափեցին, սիրելիներ, որ այսինչ ենք արել մենք մի ամբողջ օր։ Հիմա դուք պատկերացեք ամեն մեկը ձեզ փորձեք ու հաշվեք ձեր մեղքերը ու կտեսնեք, թե մեկ օրվա մեջ ինչքան արժանի ենք մենք հոգևոր եւ մահվան, այսինքն նույնիսկ Աստծո ներկայությունից դուրս ապրելու։ Բայց Քրիստոս եկավ ասելու, որ ինչքան էլ մեղ գործեք, մեղանչեք, մեկ է, սերը պիտի հաղթի ատելությանը, հույսը պիտի հաղթի անհուսությանը, անտարբերությունը պիտի հաղթի պարտվի հոգատարությանը։ Ուրեմն տեսեք, Քրիստոս եկավ սա մեզ բերելու, որ մենք հասկանանք, որ կյանքը մենք ենք։ Եվ այսօրվա ավետարանի մեջ ասում են, ինչու եք ուզում ինձ սպանել։ Փարիսեցիներն ասում են, քո մեջ դև կա, ով է ուզում քեզ սպանել։ Բայց իրենք իրականում ուզում էին սպանել, բայց չէին հասկացել, որ Հիսուս գիտի իրենց մտածումները, Հիսուս գիտի իրենց խորհուրդները։ Նույնը մեզ է հարցնում, ինչու եք ուզում ինձ սպանել։ Եվ ինչպես ենք մենք սպանում Հիսուսին, սիրելիներ։ Երբ որ մերժում ենք այդ սերը եւ նրա սերը թողնում ենք անպատասխան։ Դա սարսափելի բան է, երբ որ մեկը քեզ իրականում սիրում է, ուզում է քեզ հոգ տանել, քեզ փրկել, քեզ օգնել, դու անդադար մերժում ես իրեն մինչև կյանքիդ վախճանը։ Եվ ասում ես, որ չեմ ուզում այդ սերը, հեռու մնա այդ սիրուց, այդ սերը ինձանից հեռու տար։ Եվ այսօրվա այս խորհրդի մեջ նաև տեսեք Պողոս Արաքյալի օրինակը, գնաց Թեսաղոնիկե քաղաք քարոզելու, դուրս եկան, քարշ տվեցին եւ ստիպեցին իրենց քաղաքից հեռանա։ Ինչ էր անում Պողոս Արաքյալը։ Ընդամենը ասում է Սուրբ գրքերի միջոցով ապացուցում էր, որ Հիսուսն է խոստացված փրկիչ աշխարհի, որ Հիսուսն է, որ եկավ մարդկանց մեղքեր իրենց վրա վերցնելու։ Եվ ինչ են ասում, այդ մարդիկ գնացին քաղաքապետերի մոտ, բողոքեցին, որ սրանք ինչպես ամբողջ աշխարհին հիմա էլ այս քաղաքին են մոլորեցնում։ Այսօր էլ են այդ մարդիկ լիքը, սիրելիներ։ Երեք ես մի պահ հետարքիր նայում եմ, ես երբեք Եվրոտեսիլ չեմ նայել, բայց ով հաղթեց երեք Եվրոտեսիլում։ Միասեռականը։ Միասեռականը հաղթեց։ Ցույց տալու համար, որ մարդը այնքան է հեռացել ճշմարտությունից, այնքան է հեռացել սիրուց, որ պիղծը դառնում է մեզ համար օրինակ, որ անօրենը, Աստծո դեմ մեղք գործողը դառնում է հաղթող եւ հազարավոր մարդիկ իրենց ձայնը տալիս են այդ մեղքին։ Մենք այդ մեղքին ենք տալիս մեր ձայնը եւ ասում ենք դե նորմալ է, այսպես էլ պիտի լիներ։ Ոչ, այդպես չպիտի լիներ։ Մեր
անտարբերության պատճառով է մեղքը հաղթում մեր կյանքի մեջ։ Մեր անտարբերության պատճառով, որ սերը ինչքան նվազում է, այնքան էլ մեղքը մեր կյանքի մեջ հաղթանակ է տանում։ Եթե մենք իբրև քրիստոնյաներ հասկանայինք, որ չի կարելի Աստծո դեմ այդպիսի մեղքեր գործել, մեղանչել եւ ասել, որ մենք մեղքեր չենք գործել, սա բնական է, սուտ է, մեղքը բնական չէ։ Աստված մեղք չի ստեղծել։ Աստծո ստեղծած ամեն ինչ լավ էր ու գեղեցիկ էր։ Մեղքը մենք ենք ստեղծել։ Մեղքի ծնունդը մենք ենք տվել, սիրելիներ, եւ մենք ուզում ենք այդ մեղքով ապրել այս աշխարհի մեջ։ Եվ մենք քրիստոնյաներս անդադար լռում ենք այս ամենի մեջ։ Աշխարհը լուռ է։ Անցյալ տարի ամառային օլիմպիադայի ժամանակ պղծեցին սրբությունը, անարգեցին Քրիստոսին, աշխարհը լուռ էր։ Բայց տեսեք, 1.5 միլիարդ քրիստոնյա գրեթե ապրում է աշխարհի մեջ ու լուռ մնաց քրիստոնեությունը։ Ինչու? Որովհետև ամեն անգամ մենք էլ ենք ասում, մեղք չենք գործել, չենք մեղանչել, նրան ենք սուտ անում եւ մենք էլ ճշմարտության մեջ չենք ապրում։ Եթե մենք ուզում ենք ճշմարտության մեջ ապրել, պարզապես պետք է հասկանալ այդ պատմության խորհուրդը եւ ապրել այդ պատմությունը, որ խաչի ճանապարհը նեղությունների, դժվարությունների մեջ հաղթանակի խորհուրդն է, որ սերը հաղթել է ատելությանը։ Եթե մենք էլ իրար սիրեինք, մենք էլ իրականում այդ հոգևոր սիրով իրար հետ շահկապված ու կապված լինեինք, մեղքը չէր կարող մեր կյանքի մեջ տեղ ունենալ, առավել եւս մեզ հրամայեր։ Մեղքը, եթե գիտեք, կամ չարը, իրենք շատ համախմբված են գործում։ Մենք քրիստոնյաներս անջատ, մենք չենք սիրում համախմբված ապրել։ Մենք չենք սիրում սիրո հարաբերության մեջ ապրել։ Մենք հակառակ ուզում ենք մեկս մյուսին իշխելով ապրել։ Բայց չարը, երբ որ վտանգ է զգում, համախմբվում է, մեկը մյուսին ենթարկվելով, ամբողջով դուրս են գալիս ճշմարտության դեմ պայքարելու։ Մեկ է, բայց ինչքան էլ մեղքը մեր կյանքի մեջ շատանա, ինչքան էլ մեղքը մեր կյանքի մեջ ուզենա հաղթանակ տանել, ավերել մեր ստեղծագործություն, որ Աստված տվել է մեզ, չի կարող, սիրելիներ։ Անկամ մարդը ինչ էլ անի, չի կարող քանդել Աստծո ստեղծածը։ Վերջին խոսքը Աստծուն է պատկանում։ Եվ հայրերից մեկն ասում է, թե ես վստահ չլինեի, որ վերջին խոսքը Աստծուն է պատկանում, ես կխելագարվեի այս աշխարհի անարդարությունից։ Եթե մենք էլ այդ վստահությունը հարության հույսով չունենանք եւ չիմանանք, որ ոչինչ չի կարող մեզ հաղթել Քրիստոսի սերը մեր մեջ նվազեցնելու, մենք նորից պարտություն կգրենք։ Ուրեմն թույլ տվեք, որ լույսը գա ձեր կյանքերի մեջ, սիրելիներ։ Հանեք խավարը ձեր կյանքից։ Ամեն ժամը, րոպեն ձեր օգտագործեք փրկության հասնելու համար։ Ամեն ձեր ժամ օգտագործեք մի փոքր ավել սիրելու համար, ավելի հոգատար, ավելի ուշադիր լինելու համար, եւ կտեսնեք, որ ձեր շուրջը միանգամից դրախտ է։ Մեր շուրջը միանգամից երկնքի արքայությունն է հաստատված եւ Քրիստոս մեր սրտերի մեջ թագավորում է։ Թող Տեր օրհնի բոլորիս, իր խաղաղության ու սիրո մեջ պահի, սիրելիներ, որպեսզի մենք կարողանանք հասկանալ այդ գինը, որ վճարված է մեզ համար, որպեսզի ամեն մեկս ուզենանք լույսի ճամփորդը լինել, որ մենք ուզենանք իրականում կյանք ունենալ, մեր այս ապրած ժամանակավոր կյանքի մեջ իրական կյանքը զգանք ու ապրենք եւ հարության լույսով լցված, առանց կասկածել, առանց երկմտելու հավատանք, որ հարության միջոցով մենք նորից վերադարձված ենք ճշմարտության մեջ լինելու։ Թող Տիրոջ սերը, խաղաղությունը, Սուրբ Հոգու հաղորդություն ամենքիս հետ լինի, այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Քրիստոս հարյավի մեռելոց